Թանկագին հավատացյալներ, հայ ժողովրդի զավակներ, դուք չեք կարող այս պահին երևակայել, թե ինչքան հոգեգան խոր ուրախությամբ լցվել է իմ հոգին, երբ այսպես դիտում եմ ձեզ բոլորդ, բաց երկնքի ներքև, բնության ծոցում և առանց ձեզանից ոչ մեկին, ոչ մեկ անհատին, առանձնապես և անհատապես ճանաչելու, չգիտեմ ինչու այնպես եմ զգում, որ կարծեք մենք արդեն ձեզ ճանաչել ենք երկար ադեններից ի վեր, որովհետև ձեր բոլոր դեմքերի միջից ես տեսնում եմ մի դեմք, հասարակած, բոլորիս պատկանող մի դեմք, Աստծու գնիքով կնկված հայու բայձար դեմքը, որտեղ լինենք հայրենիքում թե սփյուռքում, բոլոր հայերի միջից ես հայությունն եմ տեսնում, հայությունն եմ զգում, հայությունն եմ կարդում։ Դուք մի ժողովրդի զավակներ եք, որ կարողացել է իր հայրենասիրությունը հայրենապաշտությամբ արտահայտել։ Հիմա իմ մտքի մեջ դուք պատկերացնում եք որպես ապրող, շնչող, գործող հայության մեկ ամենեն առողջ մասնիկը։ Ես իմ հոգու մեջ, իմ աղոթքների մեջ ձեզ միշտ երկա պիտի ունենամ և երբ հիշեմ Շիրակա թեմի այս Կալինյան շրջանը, միշտ պիտի աղոթքներից մեկ դուք բոլորդ ունենաք հատուկ ձեր և փաստավոր համակրան։ Երեխեք, դուք ինձ մտիգար եք, դուք այսօր նայում եք գալիք կյանքին, մենք այլևս ապրում մենք մի քիչ իշադակներով, ան որ արդեն գանցնե 60 տարեկանը հինը հիշելու դրամատրության մեջ կլինե, բայց դուք երդասարտներ, դուք եք այս հայրենիքի նոր զավակներ, մեր եկեղեցին մնացել է դոգուն և պիտի մնա դոգուն, սեզանով, եկեղեցին այս քարը չի, քարը եկեղեցու արտահայտությունն է, եկեղեցին դուք եք, ձեր հավատք, այս եկեղեցին դառնա ձեր բոլորի հոգիների նոր մկրտարան, որպեսզի այնտեղ երբ մտնեք, ձեր հոգիները բայձարացած լինեն, ուժեղացած լինեն, լիցքավորված լինեն, և երբ որ դուրս գաք այս եկեղեցուց, Աստծու ուժը ձեր մեջ կզգաք և գնաք մեր հայրենիքի այս հողին հետ ապրեք և հողը դարձնեք ձեզ համար կյանքի աղբյուր և նաև մեր հբարդության առիթ, որտեղ այս է որ ունենք աշխարհումս, երկու Հայաստան չունենք, այս մեկն ունենք, այս մեկին հարցը գիտենանք և այն ադեն ես ապահովեցնում եմ ձեզ, որ Աստված գործնի, 1000 գաբրեք, եթե այսպես ապրեք և այսպես ապրեք Աստծու շնորհքով մեր եկեղեցու հովանի տակ և Սուրբ Էջմիածնի օրհնության ներքև, ամեն։